Կանանց շրջանում ամենատարածված չարորակ հիվանդությունը կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու դեպքում հնարավոր է լիարժեք բուժել։ Ուլտրաձայնային հետազոտությունը, մամոգրաֆիան, անհրաժեշտության դեպքում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան թույլ են տալիս տեսնել անգամ ամենափոքր փոփոխությունները։ Կրծքագեղձի սկրինինգային հետազոտությունները, ռենտգեն մամոգրաֆիան, 40-ից 45 տարեկան կանանց շրջանում իրականացվում է 2 տարին մեկ անգամ, 45-ից 54-ում ամեն տարի, իսկ 54-ից բարձր դարձյալ 2 տարին մեկ։ Եթե կինն ունի ժառանգական ծանրաբեռնվածություն, ապա ցուցված է MRT հետազոտություն, 25 տարեկանից 4 տարին մեկ, 40-ից հետո 2 տարին մեկ։ Ոչ սկրինինգային հետազոտությունների մեջ ներառվում են կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտությունը, կրծքագեղձի ռենտգեն մամոգրաֆիան եւ կրծքագեղձի MRT հետազոտությունը։ Կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշումը իրականացվում է բիոպսիայի միջոցով, որոնք բաժանվում են 3 խմբի։ Բարակ ասեղային ասպիրացիան հիմնականում կիրառվում է կիստաները դատարկելու եւ բուժելու համար։ Հիմնական ախտորոշիչ մեթոդը տրեպան բիոպսիան է, որն առավել հաճախ իրականացվում է ուլտրաձայնային հսկողությամբ, երբեմն MRT-ի եւ մամոգրաֆիայի հսկողությամբ։ Երրորդ տարբերակը ստերեոտակտիկ վակուումային բիոպսիան է, իրականացվում է հատուկ սարքերի միջոցով, մամոգրաֆիա եւ MRT հսկողության ժամանակ։ Ստերեոտակտիկ վակուումային բիոպսիան կատարվում է ոչ հաճախ, հիմնականում իրականացվում է կալցիֆիկատների ախտորոշման նպատակով։ Կրծքագեղձի քաղցկեղն առավել հաճախ հայտնաբերվում է 50-ից բարձր տարիք ունեցող կանանց շրջանում, սակայն ախտորոշվում է նաև շատ ավելի երիտասարդ տարիքում։ Նայրի բժշկական կենտրոնի ռադիոլոգիական բաժանմունքը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով վաղ ախտորոշման համար։ Կենտրոնում այս հիվանդության դեմ պայքարը ընթանում է միջազգային ստանդարտներին համապատասխան եւ մի քանի մեթոդների համադրությամբ՝ վիրահատություն, քիմիոթերապիա, հորմոնաթերապիա, թիրախային եւ իմունոթերապիա, ինչպես նաև ճառագայթային բուժում։ Յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվում է բազմամասնագիտական թիմի կողմից, իսկ բուժման ծրագիրը կազմվում է կոնկրետ տվյալ պացիենտի համար։ Դա թիմը մասնագետների, որոնք առանձին քննարկում են ամեն հիվանդին։ Ինչի՞։ Որովհետև թե մարդիկ մեկը մյուսին նման չեն, թե ուռուցքները մեկը մյուսին նման չեն։ Նույն կրծքագեղձի քաղցկեղով 2 պացիենտ կարող են տարբեր բուժում ստանալ, կապված այդ ուռուցքի մոլեկուլար տեսակից, կապված չափսերից, տարիքից եւ այլն։ Այսինքն մեր գաղափարախոսությունն է ինդիվիդուալիզացված բուժում, այսինքն բուժումը անցկացվում է կոնկրետ մարդուն։ Իսկ դա կարող է անի միայն մուլտիդիսցիպլինար թիմ, որտեղ կա եւ վիրաբույժ, եւ քիմիոթերապևտ, եւ ճառագայթային բժիշկ, եւ մամոգրաֆիստ, եւ կոմպյուտերային տոմոգրաֆիայի մասնագետ, եւ պաթոլոգ, հյուսվածաբան, որը այդ բոլորը անում է։ Երևի դրանով մենք տարբերվում ենք, քանի որ այդ մոտեցումը մեզ մոտ բավականին երկար, մենք շատ մեծ փորձ ունենք, երևի 15 տարուց ավել մենք այդպես ենք աշխատում։ Շատ կարևոր է, որ պացիենտների համար հարմարավետ, կոմֆորտ եւ ապահով պայմաններ լինեն, որը նույնպես մեր մոտ ամեն ինչ ստեղծված է ամենաբարձր մակարդակի։ Այնպես որ նույնիսկ շատ պացիենտներ չեն զգում, որ հիվանդանոց են գալիս կամ չեն զգում, որ գալիս են օրինակ քիմիոթերապիա են ստանում։ Նայրի բժշկական կենտրոնում բարձրակարգ մասնագետները բուժումն իրականացնում են միջազգային ուղեցույցներով, նույն արդյունավետությամբ, ինչ Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում։ Անհրաժեշտ բոլոր դեղամիջոցները հասանելի են, արտասահման մեկնելու կարիք չկա։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ ուղեցույցները լինեն միջազգային, այսինքն մենք պետք է միջազգային ուղեցույցներից քաղենք ինֆորմացիան, թե որ պացիենտին ինչ դեղորայք է հարկավոր, ինչ չափաբաժնով, եւ այդ բոլորը մենք տիրապետում ենք եւ կարողանում ենք իրականացնել։ Եվ դա է ապահովում այն, որ բուժումը ոչինչով չի տարբերվում նույն բուժումից, որոնք արվում են ամենաառաջադեմ կենտրոններում արտասահմանյան։ Նայրի ԲԿ-ում նորագույն բժշկական տեխնոլոգիաները եւ թիմային մոտեցումը հնարավոր են դարձնում ոչ միայն առողջության վերականգնումը, այլև կյանքի որակի պահպանումը։ Փոքր ուռուցքների դեպքում վիրահատության ժամանակ կուրծքը պահպանվում է, իսկ եթե դա հնարավոր չէ, պլաստիկ վիրաբույժների օգնությամբ կուրծքը վերականգնվում է։ Բայց վիրաբուժության վերջին ձեռքբերումները միայն էսթետիկ նշանակության չեն։ Դասական օնկովիրաբուժության մեջ կրծքագեղձի քաղցկեղը հեռացնելիս նախկինում հեռացվում էին նաեւ թևատակի ավշային հանգույցները, որը մի շարք խնդիրներ էր առաջացնում։ Առաջին հերթին շատերը թևի հայտուցից են բողոքում հետագա կյանքում։ Երկրորդը այդ ավշային հանգույցները, քանի որ գտնվում են խոշոր նյարդային ճյուղերի մոտ, նյարդերի վրա, հայտուցի հետ միասին շատ անգամ թևի ֆունկցիայի խանգարում է լինում։ Եվ մենք հիմա ունենք տենց ժամանակակից տեխնոլոգիա, որը կոչվում է ֆլուորեսցենս նավիգացված վիրաբուժություն։ Երբ որ մենք կրծքագեղձի մեջ հատուկ նյութ ենք ներարկում, հետո վիրահատության ժամանակ թևատակի վրա հատուկ սարք կա, որը պոլար
պոլարիզացված լազերի նման մի բան է։ Այդ սարքի միջոցով մենք տեսնում ենք հենց այն մեկ կամ երկու հարշային հանգույցը, որոնք ենթակա են հեռացման։ Այս մեթոդը զգալիորեն նվազեցնում է բարդությունները։ Պացիենտը նույն օրը վիրահատությունից հետո գնում է տուն։ Նայիրի բժշկական կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի բուժումն իրականացվում է լիարժեք ցիկլով, ախտորոշումից մինչև բուժման ավարտ ու հետագա հսկողություն։ Մենք այն սակավաթիվ կլինիկաներից ենք, որտեղ քաղցկեղների բուժումը փակ այսպես ցիկլ է։ Այսինքն սկսած ախտորոշումից վերջացած բուժումը ավարտելուց եւ հսկողությունը դա կատարվում է պրոֆեսիոնալ թիմի կողմից եւ բնական է դրա արդյունավետությունը շատ ավելի բարձր է, քանի որ ինֆորմացիայի կորուստ չի լինում, տարակարծություններ չեն լինում, նույն հարցին տարբեր մոտեցումներ չեն լինում եւ այլն։ Ճշգրիտ ախտորոշումը, ճիշտ ընտրված բուժումն ու թիմային աշխատանքը կարող են փրկել կյանքեր։ Մասնագետները շեշտում են, կանխարգելիչ ստուգումները լավագույն պաշտպանությունն են կրծքագեղձի քաղցկեղի դեմ։